Սիրելիս, 2026 թվականի մարտը խոստանում է պատմության մեջ մտնել որպես անդարձելիության կետ։ Մոլորակները դասավորվում են այնպիսի տարօրինակ մենախաղում, որ ճակատագիրը ձեր ապագայի բանալիները կհանձնի ձեզանից ոմանց ափի մեջ։ Պատկերացրեք, որ տիեզերքը վերջապես դադարում է լինել լուռ դիտորդ և ստանձնում է նավիգատորի դերը։ Մինչ ոմանք խրված են իրենց ճանապարհին, մտածելով թե որ կողմ է փչելու քամին, 4 հաջողակ կստանան քարտ բլանշ հաջորդ 5 տարիների համար։ Որպես ձեր աստղագիտական ուղեցույց, ես բառացիորեն կարող եմ տեսնել ձեր ծննդյան քարտեզները և անհամբեր սպասում եմ կիսվել։ Ձեզանից ոմանք կենդանակերպի նշանով մարտին կսեղմեն մեկնարկի կոճակը և չեն կարողանա կանգ առնել։ Պատրաստվեք, սիրելիս, շոկ է լինելու, բայց անիծյալ հաճելի։ Ձկներ, ստորին հոսանքը ձեզ դուրս է բերում մակերես։ Իմ սիրելի ձկներ, որքան ժամանակ կարող եք թաքցնել ձեր հանճարեղությունը համեստության քողի տակ։ Ձեր Նեպտուն մոլորակը մարտ ամսին այնքան հզոր ռեզոնանսի մեջ է մտնում ձեր ճակատագրի առանցքի հետ, որ ստվերում մնալը պարզապես անհնար է։ Կարծես հզոր հոսանքը ձեզ խորքից մղում է մակերես, և սա հենց այն պահն է, երբ ձեր ինտուիցիան վերացական «ես զգում եմ»-ից վերածվում է կոնկրետ, այդ դեպքում այդպես կլինի մտքի։ Դուք հանկարծ կդադարեք լինել պարզապես երազողներ և կդառնաք ձեր ամենահամարձակ գաղափարների իրականացնողները։ Ավելին, ձեր շրջապատի մարդիկ, ովքեր նախկինում ձեզ համարում էին թույլ, հանկարծ ձեզ կտեսնեն որպես առաջնորդ։ Ձկներ, դուք կբռնեք հիացմունքի պես հայացքներ և կլսեք ձեզ ուղված այնպիսի բաներ, որոնց մասին վախենում էիք նույնիսկ աստղերից խնդրել։ Ձեր ներքին լույսը վերջապես կնկատեն նրանք, ովքեր կարևոր են, և սա կլինի հաջողության հասնելու 5 տարվա հիանալի ճանապարհորդության սկիզբը։ Գլխավորը վախենալից չսուզվելն է, քանի որ ալիքը ձեզ ուղիղ տանում է առատության ափ։ Խոյ։ Խոյը իր գաղափնակետին։ Խոյ, դուք միշտ գիտեիք, որ ավելիին եք արժանի, այնպես չէ՞։ Բայց նախկինում, ինչպես բախտը կուզենար, դուք կամ ռեսուրսներ չունեիք, կամ մրցակիցներ էիք հետևում ձեզ։ Դե 2026 թվականի մարտը կների ձեր բոլոր պարտքերը ձեզ։ Յուպիտերը, բախտի մոլորակը, ձեր նշանի համար ձևավորում է պարզապես գլխապտույտ ասպեկտ, ինչը նշանակում է, որ ճակատագրի մեքենան վերջապես շրջվում է ձեր փողոցի վրա։ Դուք կդադարեք մանրուքների վրա վատնելուց և կսկսեք քաղել բերքը այն դաշտերից, որոնք ցանել եք քրտինքով և արյունով։ Խոյ, մարտին դուք նման կլինեք որոնողի, որը տարիներ շարունակ քարեր փնտրելուց հետո գտնում է իսկական ադամների ցրվածություն։ Խոսքը միայն փողի մասին չէ, չնայած դա դրա մի մասն է, այլև այն մարդկանց մասին, ովքեր հանկարծ կցանկանան լինել ձեր կողքին, և այն հնարավորությունների մասին, որոնք կհոսեն ինչպես ջուրը առատության եղջյուրից։ Պարզապես զգուշ եղեք, որ չվնասեք ինքներդ ձեզ ձեր սեփական երջանկության սուր եզրերին։ Ընդունեք ամեն ինչ, ինչ ձեզ կհանդիպի, և նույնիսկ մի մտածեք կասկածելու մասին։ Սա քո լավագույն ժամն է, և այն կտևի շատ ավելի երկար, քան մեկ երեկո։ Խեցգետին։ Յուպիտերը վառում է կանաչ լույսը։ Ահ, խեցգետիններ, իմ զարմանալի տնային փիլիսոփաներ, դուք այնքան երկար եք փակվել ձեր պատյանի մեջ, անհանգստանալով սիրելիների համար և հետաձգելով ձեզ մինչև ուշ, որ աստղերը որոշել են, որ ժամանակն է ձեզ դուրս հանել նուրբ, բայց համառ բահով։ Յուպիտերը, մեծ բարերարը, մարտին կանաչ լույս է վառում ձեր կյանքի բոլոր խաչմերուկներում։ Եվ սա պարզապես թույլտվության թերթիկ չէ, սա իսկական կանաչ միջանցք է, որտեղ ճակատագրի մեքենան թռչում է առանց խցանումների կամ տուգանքների։ Դուք հանկարծ կհասկանաք, որ ձեր սովորական զգուշությունը խոչընդոտ է, և ձեզ համար զարմանալիորեն կսկսեք համաձայնվել արկածների, որոնք անհավանական դիվիդենդներ կբերեն։ Խեցգետիններ, պատկերացրեք, որ վերևից ինչ-որ մեկը բարձրացրել է անհանգստությունների ծանր պատյանը ձեր ուսերից, և դուք ուղիղ եք կանգնել։ Ձեր խնդիրն այժմ առաջին պլանից հետ չնահանջելն է։ Խորը շունչ քաշեք, վերահսկողությունը վերցրեք և ձեր փոքրիկ աշխարհը տանեք դեպի մեծ հաղթանակներ։ Հաջորդ 5 տարիները կլինեն այն ժամանակը, երբ դուք կդադարեք լինել պարզապես դիտորդ և կդառնաք ռեժիսոր։ Ցուլ։ Անսպասելի երջանկությունը ձեր դռան մոտ է։ Ցուլ։ Դուք համառ արարածներ եք, սովոր եք ամեն ինչ չափել փողով և կայունությամբ։ Սակայն 2026 թվականի մարտը ձեզ անակնկալ կպարգևի, որը ոչ մի գանձ չի կարող գնել։
Դա այն ցավոտ զգացողությունն է, երբ դուք գիտակցում եք, որ վաղը անպայման ավելի լավ կլինի, քան այսօր, եւ դա պարզապես ինքնագոհություն չէ, այլ ժայռի պես անսասան վստահություն։ Խաղաղությունը, որը դուք այդքան երկար փնտրում էիք նյութական իրերի մեջ, հանկարծ կհաստատվի ձեր տանը։ Դուք հանկարծ կհասկանաք, որ երջանկությունը նոր մեքենա չէ ավտոտնակում, այլ ամբողջ աշխարհը ձեր ոտքերի տակ ունենալու զգացողությունն է, առանց ջանքերի։ Ցուլ, ճակատագիրը ձեզ կնետի հաղթաթուղթ, որը կխլի ձեր շունչը։ Հնարավոր է դա լինի հանդիպում, որը կփոխի ամեն ինչ, կամ նորություն, որը կկետավորի բոլոր եսերը։ Գլխավորը այս պահը բաց չթողնելն է։ Մի թաղեք այն ձեր առօրյայում։ Թողեք այս անսպասելի ջերմությունը ձեր սրտում եւ այդ ժամանակ հաջորդ 5 տարիների ընթացքում դուք կապրեք ոչ միայն լավ, այլև հեքիաթի պես։ Որովհետև երբ ցուլը վստահ է ապագայի հանդեպ, նա լեռներ է տեղաշարժում։